Եկամուտների հայտարարագրի հետ կապված իմ տեսանյութը արդեն 205,000-ից ավելի դիտում ունի։ Բազմաթիվ հարցեր մինչև օրս շարունակվում են, կապված վերջի ինչ ենք անում, նույնականացման քարտ պետք է, սա վերացավ, չվերացավ, որովհետև ես ասել էի, որ ԿՊ-ի պատգամավորները կառավարության հետ միասին որոշել են չեղարկել տուգանումները եւ պարտադիր չհամարել ձեր հայտարարագրումը, եթե արդեն իսկ ինքնաշխատ կերպով ՊԵԿ-ի համակարգում ձեր տվյալներից բացի այլ տվյալներ, որոնք կան հարկային առումով, գրանցված չեն։ Այսինքն, հետևյալն է, սիրելի ժողովուրդ, ովքեր դեռևս լիովին չեն ընկալել։ Համակարգը շարունակելու է գործել, ուղղակի դուք պարտավոր չեք մտնել, հայտարարել, հաստատել այն տվյալները, որոնք արդեն իսկ հարկային մարմիններին հայտնի են, այսինքն այն, ինչ այսօր գոյություն ունի։ Եվ եթե անգամ դուք դա չանեք, դուք չեք տուգանվելու։ Հարցերը բազմաթիվ են, եւ սա խոսում է այն մասին, որ Հայաստանի իշխանությունները, պատգամավորները, քաղաքացիական պայմանագրի այնքան են թերացել իրենց աշխատանքում հանրության ժողովրդի հետ շփումներում, բացատրելու առումով, տեղեկացնելու, որ մարդիկ մինչև այսօր ապա կողմնորոշված են։ Բայց մենք պետք է նախ պատասխանենք այդ հարցին, թե ինչու են հանկարծ այսպես բարիացել, երբ մինչև այդ 100,000-ավոր քաղաքացիների ցանկանում էին հարկային մահագի տակ մտցնել, հսկել նրանց շարժերը, եկամուտները եւ փոխանցումները, ինչու հանկարծ մտքափոխվեցին։ Սա ես ասացի, որ համակարգի տոտալ ցախողում է եւ տապալում է, հիմա կհիմնավորեմ։ Տեսեք, նրանք պարտադրելով բոլորիս 100,000-ավոր քաղաքացիների, մինչեւ միլիոնավոր հայտարարագրել, նրանք չեն ստեղծել անհրաժեշտ պայմաններ, որպեսզի դուք կարողանաք դա անել։ Նախ նույնականացման քարտերի հետ կապված խնդրեմ կա, նրանք մինչև այսօր չեն կարողանում դա ժամանակին տրամադրել քաղաքացիներին, տպող սարքեր անգամ չունեին։ Էլեկտրոնային ստորագրությունը մի ամբողջ պատմություն է, խնդրեմ դուք պետք է վճարեք դրա համար։ Եթե նույնիսկ չվճարեք, դա կրկին ընթացակարգ է։ Այսինքն նրանք պատրաստվում էին մեզ բոլորիս տուգանել մի բանի համար, որի համար անհրաժեշտ նույնիսկ համակարգ չեն ստեղծել։ Պատկերացրեք, ձեզ տուգանեն կարմիր լույսի տակ անցնելու համար, երբ այդ խաչմերուկում ընդհանրապես լուսացույց չկա։ Դա դրան էր նմանվելու, այսինքն չեն կարողացել ապահովել համակարգի աշխատանքը, մարդկանց չեն իրազեկել, նորմալ չեն աշխատել ժողովրդի հետ։ Մարդիկ չունեն նույնիսկ նույնականացման քարտ, որով պետք է էլեկտրոնային ստորագրություն ունենան եւ մտնեն համակարգ, եւ արդեն նոյեմբերի 1-ից դες պետք է տուգանեին դրա համար։ Պատկերացնում եք աբսուրդը։ Սա խայտարակություն է ուղղակի տոտալ ձախողում, որը սակայն նրանք չեն ուզում ընդունել, իբր նրանք բարեփոխումներ են անում եւ նույնիսկ քննադատում են մարդկանց, ասելով դուք ավելի լավ բան չեք առաջարկել։ Անդիմությանն են քննադատում։ Ես անդիմադիր քաղաքական որևէ ուժի անդամ չեմ, ես վերլուծաբան եմ, քաղաքագետ, եւ ես ամիսներ առաջ եմ ասել այն, ինչ նրանք այսօր անում են։ Ասելով, որ հետևեք զարգացած են երկրների փորձին, թե ինչպես է նրանք դա արել։ Քաղաքացին պարտավոր չէ ձեր փոխարեն աշխատել։ Համակարգը ինքը պետք է ինքնաշխատ կերպով ցույց տա մարդու բոլոր երևացող եկամուտները եւ քաղաքացին ինքը իր ցանկությամբ պետք է մտնի եւ փոփոխություններ անի, հաստատի եւ դուրս գա։ Այդ ամենը դուք նրա համար պետք է ապահովեք։ Սա էր եղել իմ կոչը եւ հիմա նրանք գնում են դրան, բայց այնպես են ներկայացնում, որ իբր իրենք են դրան հանգել։ Եվ պետք չէ այդպես էժանագին ձևով արդարացնել ձեր ձախողումները։ Եթե դուք մարդուն պատրաստվում եք տուգանել, դուք պետք է ինքներդ այդ նույնականացման քարտերն ու էլեկտրոնային ստորագրությունները պատրաստ բերեք եւ տայք մարդուն։ Մարդը ընդհանրապես չպետք է հանգստանար քաղաքացին։ Եթե այդպես տուգանող եք, այդպես պատժիչ մեխանիզմ եք ուզում ներդնել։ Բայց ձախողվեցիք, որովհետեւ եթե դա անեք ընտրություններից առաջ կտապալվեք, ավելի մեծ ատելություն կգեներացվեր ժողովրդի մեջ ձեր նկատմամբ, հա։ Հետևաբար սա է ամբողջ պատմությունը, սիրելի քաղաքացիներ, բայց համակարգը չի չեղարկվում, պարզապես այն շարունակելու է ապրել իր կյանքով, մինչև իրենք պատրաստվեն, այդ ամեն ինչը ներդնեն, հետո նորից գալու են ձեր հետևից։ Չմտածեք, թե ԿՊ-ն իր այս խայտառակ օրենքներով, որոնց միակ նպատակն է ձեր հաշվին գրանցվել տնտեսական աճ եւ ձեզ իսկ խաբել այդ ցուցանիշներով, ընտրություններից հետո չի գալու ձեր հետևից, գալու են։ Այնպես որ առայժմ շունչ քաշեք, մինչև նրանց կհեռացնեք